հայրս տարելավ իր ատարան, որ ես տեսնեմ արունալի վիրահատություն։ Վիրահատության ժամանակ ինչի մասին եք մտածում։ Հիմա այդ տատիկը այսպես այդ բառը շատ վատ բառ է, այդպես չասեք։ Եթե մեկ նախադասությամբ նկարագրեիք ձեր կյանքի փիլիսոփայությունը։ Մարդասիրությունը չկորցնել, չհիասթափվել։ Լուսինե ջան, ձեր մասնագիտությունը հեշտ մասնագիտություններից չէ եւ պարզապես մասնագիտություն չէ։ Որ պահներ, որ կետներ, երբ հասկացաք, որ ավելի շատ կոչված եք եւ դա ի վերուստ ինչ որ մի բան է եւ ոչ լոգ ձեր ընտրությունը։ Եթե ասեմ, որ ծնված օրվանից երևի թե բոլորս գիտենք մեր ճակատին ինչ է գրված ու ինչ ենք ընտրելու հետագայում, երևի թե ճիշտ կլինի, որովհետեւ անկախ նրանից, որ մեծացել եմ բժիշկների ընտանիքում, ծնողներս եղել են բժիշկներ, վիրաբույժ, հայրս եւ մայրս գինեկոլոգ, ամեն դեպքում ես ինձ ուրիշ մասնագիտության մեջ չեմ պատկերացրել, չնայած ինչքան էլ իրանք ուզում էին ինձ հետ համոզեին, որտեւ իրոք եղել են այդպես փորձեր, տարել են ամեն մեկը իր հետ, հայրս տարելավ իր ատարան, որ ես տեսնեմ արունալի վիրահատություն, ու իրոք 2-3 ժամ տևացող կյանքը փրկեց, դե ընդհանուր վիրաբույժ էր, հիվանդին հաջողվեց փրկել կյանքը, եւ միակ բանը, որ ինձ համար արեցի եզրահանգում, այդ երբ որ տեսա հայրս այդ միջանցքով քայլում էր եւ այսպես ուսերը կոր եւ հողաթափերի ծայրուն էր դուրս ցատկում, այդ պատկերը աչքիս առջեւ էր, բայց ինքը հաղթանակած էր։ Երկրորդ փորձը մայրս արեց, որ ես տեսնեմ ինչ դժվար մասնագիտություն է, չզարգացող հղիություն էր կնոջ մոտ, մայրս է գինեկոլոգ մանկաբարձ, եւ այսպես քանի չզարգացող էր, պիտի հեռացվեր պտուղը, եւ շատ ջանքեր պահանջվեցին, մայրս այսպես ամեն վարքյան դետեղային անզգայացմամբ էր, ջանիկս, հիմա կվերջացնենք, մայրս շատ նուրբ փափուկ կին է, բայց ջաներ երբեք մեզ տենց չի ասել ինձ եղբորս, ու երբ որ եկանք իր, ասենք, սենյակ, ասեց, տեսար ինչ հիմարություն է, ես փաստորեն երկու կյանքի համար ես պատասխանատու, այստեղ գինեկոլոգիան, ասենք թե մանկաբարձությունը շատ բարդ գործ է, առողջ կինը գալիս է, ու դու պիտի իրան այդպես առողջել ճանապարհես, հիվանդ չի, որ դու իրան բուժես, չբուժես, պես նայեց, ասեցի, մամ, չգիտեմ, բայց այդ կնոջ ինչքան ջան ասեցիր, ասենց նայեց, ասեց, վայ քորանամ ես, ասում եմ, մամ, ուրեմն քո ջաները ստեղ են կորում, տուն չեն հասնում, ամեն դեպքում դա փորձեր էին, որ մեկ էլ հայրս ասեց, հա, եթե ուզում ես դառնալ ընդհանուր վիրաբույժ, լավ, համաձայն եմ, բայց եթե մեր տան, այդպես ինքը ուներ, ասենք, աշխատասենյակ, որտեղ ամբողջը բժշկական գրքեր էին, ասեց, եթե գտնես կին վիրաբույժի անուն, ես կհամաձայնվեմ, դե չփնտրեցի, հասկացա, որ պարզա չկա, որտեղ իրականում ընդհանուր վիրաբուժությունը կանայք շատ հազվադեպ են մտնում դրա մեջ, դա մի քիչ ուրիշ մասնագիտություն է։ Դրա համար երբ որ արդեն 4-րդ կուրսում ընտրությունն էր կանգնել ինչ մասնագիտացում, ես ասացի, լավ, ես հանձնվում եմ, ես բժշկական գնացի, բայց հիմա եկեք խորհրդակցենք, հասկանանք ինչ նեղ մասնագիտացում եմ ուզում ընտրել։ Եվ ակնաբուժությունը այնքանով ինձ այսպես գրավեց, որտեղ այնտեղ կա եւ թերապիա, եւ վիրաբուժություն, եւ մինչ այսօր շատ ուրախ եմ, որ ընտրել եմ, որովհետև ամեն աստծոր, երբ որ ես բացատրում եմ անատոմիան հիվանդներին, զրուցում եմ, ամեն օր ես ասում, ինչ հրաշք օրգան է, ամենակատարյալ օրգանն է։ Մի հատ այսպեսի հարց, ձեր մասնագիտության մեջ, օրինակ, ձախողում լինում է։ Իհարկե, այն վիրաբույժը, այն բժիշկը, որ կասի, որ տալիս է 100% անոց, այսպես գարանտիա, հիվանդը գալիս ասում, դուք ինձ 100% գարանտիա տալիս եք, ես ասում եմ, եթե ես ձեզ 100% գարանտիա տամ, դուք դուռը պիտի բացեք, հակառակ կողմից փակեք ու փախնեք ինձանից։ Իհարկե, հիմարություն է դա, վիրաբուժությունը, բժշկագիտությունը, չկա տենց ոլորտ բժշկության մեջ, որ բժիշկը, եթե ինքը այսպես ինքնասիրահարված չգիտեմ, ամենագիտունիկը չի, իր ձևացնում, սենց ասեմ, հա, ամեն դեպքում ռեալիստ լինելով պիտի հասկանաս, նամանավանդ վիրաբուժությունը 1000 գործոններից կարա կախված լինի։
Ամեն դեպքում լազերային ակնաբուժությունը, էքսիմեր լազերային, ինքը համարվում է ամենաապահով, հաշվարկվելի ու կանխատեսելի վիրահատություններից։ Դրանով ինքը մի փոքր այսպես մեզ օգնում է, որ ավելի համոզված ասենք հիվանդին։ 99% դեպքերում մենք խոսք ենք տալիս տեսողություն, որը ունենում ենք։ 1% դեպքում կարող է լինի վերադարձ, կարող է լինի ընթացքում 1000 տիպի բաներ, կարող է լինի ինչ-որ վիրուսային վիճակ, գրիպոզ վիճակ, հիվանդը լավ չկատարի հետ վիրահատական այդ խնամքը, դեղորայքը, մարդկա իրան թվում է վիրահատվեց ու վերջ, բայց ես միշտ ասում եմ, այդ դեղորայքը այդ վիրահատական գործի 50%-ն է։ Ամեն դեպքում բոլոր այդ խնդիրները հնարավոր է շտկել։ Փառք Աստծո չենք ունեցել դեպք, որ ունենա կուրություն։ Ամենավատթարագույն դեպքում կարող է վերադառնան ակնոցին ու ոչ իրենց մաքսիմալ այն թվին, որը արվել է։ Եվ կարելի է նաև երկրորդ անգամ անել եւ դա արվում է հաճախակի, այսպես ասեմ, չի հանդիպում, բայց լինում է։ Դրա համար այդպես որ ունենանք նման խնդիրներ ոչ, բայց կան դեպքեր, որ հիվանդը դիմում է արդեն ունի խնդիր եւ տեսողությունը ամենածայրահեղ վիճակում է, ուրիշ հիվանդությունների հետ կապված, որը հնարավոր չի բուժել, այդ արդեն միասին տխրում ենք եւ փորձում ապրել նոր պայմաններում։ Եվ մեկ էլ ես նկատեցի, որ ձեր կաբինետում հերթով մարդկանց նայում էիք աչքերը, հաճախ լսում էի, որ խոսում էիք ատամներից, խոսում էիք շնչառությունից կամ ինչ-որ պատուհանը։ ինչ-որ տարբեր բաներից էիք խոսում, որը Տեսեք, աչքը այնքան հետաքրքիր օրգան է, ինքը այնքան ահազանգ էր, ինքը ոնց որ ասենց ասեմ, հա, ռուսերեն լավ կրնի սիգնալնա լամպա, հա, որը որ այսպես դուրս է բերված օրգանիզմից դուրս, բայց ինքը խոսում է ամեն ինչի մասին։ Մենք նայում ենք աչքի հատակում տեսանյարդին ու տեսնում ենք, թե գլխում ինչ է կատարվում։ Նյարդաբանները շատ դեպքում ուղարկում են աչքի ստուգման։ Հիվանդը ասում է, ինչ ես ստուգեք, տեսողությունը շատ լավ է։ Այնինչ ստուգում եք տեսանյարդը, որը ինֆորմացիա է տանում ուղեղին եւ հակառակ ուղեղի ինֆորմացիան մեզ է ցույց տալիս։ Եթե սահմանները սղված են, այնտեղ խնդիր կա, ուրեմն գլխուղեղում սեղմող ինչ որ մի բան կա, պիտի ուղարկել արդեն, ասենք MRT-ի կամ եթե կա երակ-զարկերակ հարաբերության խախտում, ուրեմն անոթային խնդիր է ու պիտի արդեն թերապևտ կամ սրտաբան նայի։ Ինչ վերաբերում է ձեր ասած պատուհանին, բաց պատուհանին, դա ասենք երրորյակ նյարդի հետ է կապված, որը գալիս է ականջի կողմից, կիսվում է 3 մասի, ստորին ծնոտ, վերին ծնոտ եւ դեպի աչք է գալիս ու շատ դեպքերում հիվանդը դիմում է, ասում աչքս ցավում է։ Ու երբ որ հասկանում ես, որ կարա լինի իմաստության ատամից, կարա լինի հայմորյան, ֆրոնտալ ծոցերի հետ կապված խոռոչների եւ այլն, այդ դեպքում արդեն պիտի դիմի մեկ ուրիշ մասնագետի, որ աչքի հետ կապ չունի։ Մի քիչ խուճուճ աղջիկների մոդելը հաճախ լինում կարակ, ասեք ինչի, որտեվ իրանք ամռանը դուրս են գալիս, այսպես թաց գլխով, որ մազերը այսպես խուճուճիկ լինի, հետո անընդհատ ունեն քրոնիկ նյարդի բորբոքում։ Ինչն է ամենալուսավորը համարում մարդու մեջ։ Էլեն ջան, քո հետ խոսելիս ես չեմ կարա չանդրադառնամ, չգիտեմ, մեր հարաբերություններին։ Ամեն դեպքում չգիտեմ դա բաց թեմա է, թե փակ թեմա է, ամեն դեպքում քո հետ կապված նամանավանդ դա հոգու լույսն է, որը ճառագում է աչքերից, որտեղ որ ամեջ այնքան աչք ես տեսնում, կարա լինի շատ անզգացմունքային աչք, կարա լինի սառ աչք, կարա լինի վանող, կարա լինի կանչող, կարա լինի այսպես տաքուկ ու ջերմ, բայց այդ ամենը հենց աչքի կառուցվածքը չի, դա մարդու ներաշխարհն է, որը դե ինչպես գիտեն կլասիկա ասելը հայելին է հոգու, հա, ասենք թե աչքերը ու մենք տեսնում ենք։ Դրա համար ամենալուսավորը ու պայծառը ամեն դեպքում մարդու հոգին պիտի լինի։ Իսկ հեշտ է տեսնել։ Գիտեք, այսպես գլուխ չկովեմ, բայց օրվա մեջ այնքան մարդ եմ տեսնում, որ մի 2 րոպե զրուցելուց այն որ կոպիտ ասած ամեն մեկի տեսակը փորձում ես ըմբռնել։ Մեկի հետ ընկերական, մեկի հետ ավելի մի քիչ լուրջ, մյուսի հետ կատակով։ Մի քանի դեպք ա եղել, որ այսպես տեսակը չեմ կարողացել հասկանամ, դա էլ կարծում եմ այդքան հազարավոր մարդկանց մեջ ներելի է, ամեն դեպքում, հա, էլ գլուխ չեմ դե, որ շատ փորփրեմ կգտնեմ, բայց ամեն դեպքում այսպես, որտեվ հիմնականում մեր մարդիկ շատ ջերմ են։ Ես մի բան եմ հասկացել, որ այդ որ ասում են
բարեկամները շատ հետաքրքրվում են մեր կյանքով, հարևանները, չէ՞, մեր հայկական այդ իրականության մեջ։ Դա ունի նաև դրական կողմ։ Օրինակ իմ հիվանդների 90%-ը բերում են իրանց բարեկամ, հարևան, չգիտեմ, ընկեր։ Նույն Գերմանիայում պատկերացնում եք, մեկը բռնի ձեռքը ընկերոջ, բերի ասի եկեք ես ձեր ակնոցներից ազատելու համար իմ բժշկի մոտ կամ գնա վիրահատվի, չէ՞, ասի քո ինչ գործն է, ես իմ ունեմ փակ տարածքը, սա ես եմ։ Հայկական այդ մեր իրականության մեջ այդ բարի կամենալը, իրոք դրանով էլ է։ Դրա համար ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք մի քիչ ուրիշ տեսակ ենք ու լավն ենք։ Դրա համար որ հիմա օտարազգեր գալիս են, հիմա ինչքան ռուս բլոգերներ կան, բան որ հայ հայերը զարմանում եմ, ինչի՞ եք զարմանում, մենք հայ լետ ենք եղել, ուրիշ բան որ դուք չեք իմացել։ Այո։ Լուսինե ջան, դուք գրում եք բանաստեղծություններ, շատ ինքնատիպ, զգացական, զարգերակային բանաստեղծություններ եք գրում եւ հետաքրքիր է բժշկությունն ու պոեզիան ձեզ մոտ եղել է որ հատվեն։ Օրինակ Հիմա ձեզ ասեմ, այնքան հետաքրքիր եմ սկսել գրել, 3 երեխա ունեմ, դե մեծ են բավականին, մեծ տղաս Դավիթը 88 թվականին ա ծնվել, արդեն 36-37 տարեկան է, Էդգարը ծնվել է 91 թվականին եւ Միմին ծնվել է 95 թվականին։ Ուրեմն ես դպրոցում լավ եմ սովորել, ինստիտուտում կարմիր մեդալ, չգիտեմ, այդ հակառակը, ոսկե մեդալ, կարմիր դիպլոմ եւ այլն, լավ գրել եմ, ասենք, շարադրություն եւ այլն, բայց երբևէ այսպես չափածո կամ ինչ-որ բանաստեղծություններ չեմ գրել։ Ու տղաների ժամանակ էլի ոչ մի բան, բայց Միմի ժամանակ, երբ որ հղեի 6 ամսական հղիություններ, այսպես էմոցիոնալ ինչ-որ բանի ժամանակ, եղբայրս այն ժամանակ Ամերիկայում էր գտնվում, եւ այսպես նայեցի իր նկարին, ինքը ուրեմն Խաղաղ օվկիանոսի ափին էր ու այսպես հետ հայացքով նայում էր, ինքն էր ծովը ու այդ թռչունները, հա, тут միանգամից գրվեց тихий-тихий навеваешь грустью мысли, вспоминаю Ереван, вот мне вернуться, если оказаться белой птицей, мне вернуться бы домой, ինչ-որ sense բան, ասես ինչ էր, բայց շուտ գրեցի, որտեվ կարեի մոռանալ, ու իրականում, տենց հետո ինչքան եղավ, արագ գրում էի, ոնց որ մեկը թելադրեր, ես ինչ էր, հետո մեկ էլ արդեն էլի ինչ-որ մի բան, էլի, ու գնալով ավելի երկար ու համ հայերեն, համ ռուսերեն, ու իրոք ինձ թվում էր, որ մեկը թելադրում է, դրա համար երբ որ ասում են, դե պարզ է, համեմատվելու բան չի, բայց այն մեծերը, որ երաժշտություն են լսում, կամ դու Էլեն ջան, որ երաժշտությունը գալիս է, կամ քո մեջից է գնում, մեկը ինձ թվում է, ինչ-որ սենց մոգական, տիեզերային, ինչ-որ մատ, չգիտեմ, բան կամ դրա մեջ, ու դες սկսեց գրվել, հետո դադարեց, երբ որ արդեն Միմին ծնվեց, ինքը դե հիմա զբաղվում է այսպես արվեստի մեջ է մտել մի քիչ, ինքն էլ է երաժշտության մեջ, բայց երաժշտական, ասենք, այդ ուղղվածություն, կրթություն, բան մենք իրան չենք տվել, բայց մեջ արթնացել, ամուսինն արթնացրել, չեմ կարող ասեմ, բայց հիմա մտածում կարող է դրա հետ կապված ինչ որ հորմոնալ խնդիր ու դուրս է եկել տենց։ Չնայած տղաներս էլ են այսպես արվեստ, նո, հա, բան անձնավորություններ են Ռուսերեն լավ է, ստեղծագործող, творческая личность։ Հետաքրքիր իսկ եղել է որ վիրահատության ժամանակ, ասեք մի վարքյան ու գրվի, չէ, որտեղ հողի ժամանակ չեմ վիրահատել։ Հա։ Հասկանալի, այդ հատվածում վերջացավ։ Երևի թե դրանից հետո մի 3 բանաստեղծություն ա գրվել, բայց սենց այն որ ստիպողաբար նստել եմ ասեմ, լավ, հələ մի հատ նայեմ, ես չեմ կարա, ասենք թե սենց մի հատ բան անեմ, փորձեմ, սենց այն որ սենց տնքալով, մտածելով մի 2-3 օր ատևել բան, հա, իսկ նրանք սենց լցվում էին լիլիս, այս սենց միանգամից գալիս թափվում էին գլխից, չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Իմիջիայլոց այս տարի գտել եմ մի հատ բանաստեղծություն, այն ժամանակ եմ գրել, սպիտակ ձիու էլի նժույքի մասին, շատ լավն է, եթե ժամանակ կունենանք, հետո կարող ենք մի հատ սենց կա հեռախոսի մեջ հիշեցի, որ կարանք կարդանք։ Իսկ կա տես ներքին ցանկություն, որ ձեր խոսքերը երաժշտություն դառնան։ Լավ էր։ Կարող լինի, ինչի՞ չէ։ Որովհետև բավականին երգեցիկ են իրենք։
Դե հետազոտել ես փաստորը։ Մի անգամ հերթական ստուգումներ ոնց որ չէ, որ գնացել էինք ու ես շատ ասենց ազդվել էի, արտասանեցիք, ասենց ապշել էի։ Այդ մի հատ անգիր գիտեմ, նենց ամոթ այդ գիտեմ, որտեվ երբ որ միմին դպրոց էր ընդունվում, առաջի դասարան, դե բանաստեղծություն են, չէ, ասում երեխաները, ու այսպես պահի տակ դե ինչ սովորենք, ինչ դա սովորեց։ Հետո երբ որ իրանք 2 տարի ապրեցին Ամերիկայում, սովորեցին այնտեղ ամուսնու հետ, այդ իրենց էլեկտրոնային երաժշտության հետ կապված եւ այլն, այդ բանաստեղծությունը ասում եմ, մամա, անընդհատ իմ ուղեղում էր, որ հա, չէ, հետ եկեք, ուրիշ երկրներ մեզ պետք չեն եւ այլն, ու ամենատակին որ գրվել է 30 տարի առաջ, բայց մինչ այսօր արդիական է։ Հա, եթե ինչ որ մեկը ցանկություն ունենա, ինչի՞ չէ։ Մեծ հաճույքով։ Շատ լավ։ Ես ինքս երբեմն մի քիչ նվագում եմ, բայց հենց իմ բանաստեղծությունների հետ չեմ արել տենց փորձեր։ Լուսինե ջան, ես տեսել եմ հերթերը ձեր։ Ոյ։ Ինչքան մարդ է սպասում ձեզ տենալու համար, ձեր հետ խորհրդակցելու համար, եւ այդքան ոնց որ հաճախորդներ, այդքան մարդիկ գալիս են ձեր հետ շփվում են ու այդքան մարդկանց մեջ օրինակ հաճախա լինում, որ դուք ընկերանում եք իրանց հետ, հետո պահում եք իրանց հետ կապը։ Արծի պատասխանը ակնհայտ է, իմ դիմաց նստած են իմ շատ սիրելի մարդիկ, ովքեր հենց առաջի օրվանից հիշեցի ձեզ, չնայած ասեմ 20 տարի առաջվա վիրահատվածին էլ հիշում եմ, կարող եմ փողոցում տեսնեմ դեմքը, ասեմ, տենց ընկերուհիներս ինչ որ ինձ հետ կատակներ են անում, որովհետև մի անգամ ռեստորանում ինչ որ մեկը բան է հյուրասիրում, ուղարկել են ձեզ այն սեղանից։ Նայում եմ երիտասարդ տղաներ են, իմ տղաների տարիքին ասենց մի տեսակ նեղվեցի էլ, ասում եմ, «Ինչ էսով, հա»։ Նայում եմ դեմքերը անծանոթ է իմ հիվանդներ չեն, բայց ես մի բարկացած ասեցի, շնորհակալություն, բայց ես ձեզ մի բան արել եմ, սենց ինչ որ չի կնոջ սեկար։ Հիմա այդ ընկերուներս միշտ հոգուս հետ խաղում են, բայց ձեր զույգը այնքան հետաքրքիր էր, մինչև հիմա աչքիս առաջ է, դուք ներս եք մտնում, դու կանգնած ես, ու սենց Էլենին իր սենց գրկած մեջքի կողմից, ոնց որ ապահով միշտ քո համար մեջ կա, ում վրա կարաս հենվես, ուս կա, այդ հոգատարությունը, ես մի բան եմ հասկացել, որ սերը, որ ասում են ինչա սերը, ամենաառաջին դա հոգատարությունն է։ Երբ որ կողքինը հոգ է տանում, արդյոք դու սոված չես, արդյոք չի փչում, չես մրսում, ձևական չէ, դա այնքան արագ է կարդացվում։ Ես օրվա մեջ 1000 մարդ տեսնում եմ, ձեր զույգը շատ ինձ համար այսպես հիշվեց, տպավորվեց։ Նամանավանդ երբ որ Էլենին հարցրեցի, ինչ ես աշխատում, աղջիկ ջան, ասեց կոմպոզիտոր, ինձ թվաց հոգուս է տախվում կամ ձեռք առնում, ասում, հա? Կոմպոզիտոր, ինքնես ինչ Շատ վատ վիճակում էի։ Վախեցած։ Հիմնականում այդ պահի խոսացնում եմ, նո մի քիչ սենց ասենք, բան թեմաներից, ասենք, ու եղբայրուն ես, սովորում ես, թե աշխատում եմ, իսկ ինչ մասնագետ ես, կոմպոզիտ, ինչ ես աշխատում, չէ, բառը տենց եթաս ինչ մասնագետ ես, էլի, ամեն դեպքում հետաքրքիր էր։ Ինչ վերաբերվում է հերթերին, ինձ եթե հարցնեն ինչի համար եք ամաչում ընդհանրապես, ես միշտ ասում եմ, ես իմ հերթերի համար եմ ամաչում, մի կողմից ամաչում եմ, մյուս կողմից ուրախանում եմ, երրորդ կողմից ասեմ տարբերակ չկա, որտեվ ես ինձ համարում եմ շատից քչից կազմակերպված մարդ, որտեվ աշխատելով մի քանի կլինիկաներում նախկինում էլ ավել էին 4 տեղ էի աշխատում, հիմա 2 տեղ Ավագյան կլինիկա, Մահային կենտրոն, բայց ունենալով 3 երեխա, ունենալով մեծ ընտանիք, ասենք մենք ապրել ենք միասին սկիզուրս, իր ծնողները, ամուսինս, 3 երեխան եւ նաեւ իմ բարեկամները, բայց բոլորին գլուխ չեմ ուզում գովամ, բայց հասցրել եմ եւ տան գործերը եւ հաճույքով երեխաների բոլոր էքսկուրսիաներին, բոլոր բացի դրանից ունեի նաեւ այսպես հասարակական աշխատանքներ, կանանց կոմիտե, չգիտեմ, ծնող կոմիտեի նախագահ, այս ոչ չեմ, սենց բաներ, բայց հասցրել եմ ու հաճույք եմ ստացել, երբեք սենց ինչ-որ տհաճությամբ չեմ արել։ Ասածս նաեւ որ կարծում եմ, որ ես կազմակերպված մարդ եմ, եփել, թափել, երեխաներին հագցնել, ասենք 3 երեխաս էլ միշտ մասնակցել են տարբեր խմբակների։ Ունեին երգի խմբակ, մի քիչ ձեր մասնագիտությամբ ասեմ, Անահիտ Շահզադեյան, երևի թե գիտեք, ամենասիրելի, հաճելի, լավ մանկական երգերի հեղինակ,
եւ շատ գերազանց լավ մարդ։ Եվ կար ներկայացումներ, ինքը մյուզիկլներ ունի շատ լավ գրված, Չոփչոփիկը, Կարմիր գլխարկը, տարբեր բաներ։ Եվ ամենահայտնին դարձավ իր այդ երգը, բայց այսօր իմ ծնունդն է, բայց շատ ավելի գեղեցիկ երգեր ունի, որը իսկականից, եթե պատերազմը լսեք, ձեր այս սիրտը կփոկվի ու կգնա վերև։ Ամեն դեպքում, ասենք, այդ բաների ժամանակ երեխաներին երեքն էլ մասնակցում էին մի քանի դերում։ Ամեն մեկին իր հագուստները ոտքից գլուխ, չգիտեմ ինչ, այդ ժամանակ ակնաբուժական լուսամփոփ կա, դու բերանով սխմում ես, որ ձեռքերով գործ անես, ու մի անգամ ծնողներից մեկը այդ կուլիսներում մութ ա դե, ասեց, «Բայ էս ինչ լավ բան ա, որտեղից կարամ առնեմ, լույսը գցում եմ, որ տեսնեմ, ցուցակը կարդամ, գրեմ»։ Ասաց սենա կազմակերպված մարդ եմ, բայց հերթերի հետ կապված ոչ մի ելք մենք չգտանք, որովհետև ցանկացողները շատ եմ, շնորհակալ եմ իհարկե ցանկացողներից, իմ հավատարի մնացած հիվանդներից, դրվեց այդ ապարատներից ոնց որ բանկերում, բայց բանկում ասենք դուք քաշում եք եւ ծառայությունը մատուցում են 10 հոգի տարբեր ծառայություններ։ Իմ դեպքում ես մեկն եմ, որը պիտի ասենք անցնեն կաբինետներով, հիվանդը վերջնակետը ես եմ, միևնույն է այդ քաշած կտրոնը ոչինչ չի տալիս։ Կամ ասենք ժամ ենք նշանակում, հիվանդը գալիս է ինքը այդ ժամին մտնում է առաջի ստուգման, բայց առաջի ստուգումից է կախված, թե ինքը 5 ստուգում պիտի անցնի, 1 ստուգում, թե 10 ստուգում։ Բիպ պիտի լայնացնեն, կաթիլ անեն, գնա 1 ժամից վերադառնա, թե չէ։ Վերադարձող հիվանդն էլ մտնում է, այն նոր եկածը ասում եկավ առանց հերթի մտավ։ Բայց փորձում ենք, իրականում մարդիկ հասկանում են, հետո 1-2 անգամ եկա նո արդեն այցելած հիվանդները, իրանք իրանց բարեկամի որ ուղարկում են, ասում են, բացին այս որ հերթ է, այդ հերթը խելացի արված է։ Մի կողմից էլ մեր այդ ընդհանուր նստած վիճակը, ասենք մի 10 հոգի իմ սենյակում, երբեմն ինձ այդպես մեղադրում են, բոլորով ինչ ենք իրար լսում եւ այլն, ես միշտ ասում եմ, իրականում եթե ես լինեի գինեկոլոգ, պրակտոլոգ, ուրոլոգ, հա իհարկե մենակ պիտի ընդունեինք, առանձին անենք խորհրդատվություն, բայց սա ակնաբուժություն է, սրա մեջ հիվանդություններ չկան, որոնք որ կարելի է ինչ որ ձևով դրանցից ամաչել, թաքցնել եւ այլն, ու քանի որ դուք բոլորդ արդեն եկել եք, բոլորդ նույն խնդիրն եք, մի բան ավել եք իմանում, մարդը ասում է ուրիշի թեման ինձ ինչ հետաքրքիր է, բայց խելոք մարդը այնքան ինֆորմացիա է ստանում, օրինակ անցած շաբաթ մի հատ հիվանդեցին, քան շնորհակալ եմ, անատոմիա սովորեցի, կերատոկոնուսը իմացա ինչա, գիտեք ինչքան հիվանդներ կան, որ իրանց բարեկամը ինձ մոտ լսելով այդ կերատոկոնուս բառը մտածել է կարող է կոմոցիա, մի հատ գնանք երգենք կամ հաստատենք։ Ուզում ասեմ հիմար մարդը կարա տենց մտածի, խելոքը մի բան ավել կվերցնի, ինֆորմացված մարդը իհարկե ուժեղ է ավելի։ Ամեն դեպքում էլի փառք Աստծո, շնորհակալ եմ, հնարավորինս փորձում ենք։ Հետո որ առաջի անգամ գալիս ես, մի քիչ այդ բային ես, զարմանում ես չա կատարում, բայց հետո որ ցես տեսնում ենք, հետո արդեն երկրորդ երրորդ ամեն ինչ մոռանում ես, որ ասում եմ երեխա ունենալուց հետո մոռանում ես ամենի մասին, այդ տարբերակը։ Լուսինե ջան, մամա դառնալը ձեր աշխարհընկալման մեջ ինչ փոխեց շատ կտրուկ, որ այսպես կարող եք նշել։ Այդ մի հատ նոր կյանք է, տղաս Դավիթը երբ ծնվեց, ես 19 տարեկան էի։ Ես էլ երեխա, դրա համար երևի իրանց հետ ցած հավես երեխական ցած բաները իրար հետ արել ենք։ Ամեն անգամ նայում ես, սա մենք մեզնից է, այս ոնց է, դառնում ես շատ կարծում եմ նյարդերդ մի տեսակ մերկանում են ու զգայարաններդ ավելի նրբանում, դու այն ամենը ինչ նախկինում զգացել ես, տեսել ես, ուրիշ ձևով ես նայում ես իհարկե շատ ավելի էմոցիոնալ, ուրախ, լավ ինֆորմացիա ես ստանում, բայց նաև այդ տագնապը, որ հանկարծ վայ երեխաս չմրսի, չընկնի, չվազի, վայ քրտնելա ու հետո ասենք իմ 3 երեխաները իրար նկատմամբ այնքան ուշադիր են եղել, ասենք հետո որ արդեն ծնվեց Միմին, Ռիման, Դավիթն ու Էդգարը, մամի մին քրտնելա, թուղթ եմ դրե մեջքին, ասենք այն ինչ որ իրանց հետ են կարել, կամ ասենք չվազես, կամ գնում էին ընկերների հետ իրար նայում էին, հանկարծ ինչ որ այդ հոգատարությունն էլ են սովորում իրար հետ, հա, նույն ընտանիքում, բայց դա իհարկե հրաշք է, որ ես շատ ցանկանում եմ, որ իմ բալիկներն էլ ունենան բալիկներ, որտեղ արդեն վաղուց ժամանակն է, դու դառնում ես ոչ թե քո առաքին, սենց ասեմ, առաքելությունը
փաստորեն ամեն կնոջ առաքելությունը դրա մեջ է, բայց նաև դու տալիս ես հնարավոր որ քո սիրելի մարդու գեները շարունակվեն, որ դու ինքդ հասկանաս ձեր սիրո միքսը, ինչ տեսակ ալնում։ Իմ մոտ ամեն անգամ նենց հետաքրքիր, ասում եմ, իսկ հետաքրքիր 4-րդը ոնց կլներ, 5-րդը, 6-րդը, տենց հա դե շատ չխորացանք, բայց ամեն դեպքում նոր կյանք է, ոնց ասեմ։ Հետաքրքիր է, ասեցիք հոգատարությունը, հա, ընտանիքում տեսել են, օրինակ ձեր ընտանիքը բժիշկների ընտանիք էր, վստահ եմ մասնագիտական ահռելի պաշար սովորել եք, վերցրել եք, այ որպես մարդ ձեր պապայից, մամայից ինչն եք ժառանգել, շատ կարևոր ինֆորմացիա կյանքի համար։ Պապայիս ճանաչողները գիտեն, որ ինքը եղել է շատ խիստ, բայց շատ կարգին մարդ։ Մինչև այսօր էլ ով որ գալիս իմ դուռը բացում անգամ չիմանալով որ ես աղջիկն եմ Համլետի նկարն ա տեսնում կամ ազգանունն ա կարդում Թամազյան կամ Համլետի հետ կապ ունեք մինչ այսօր օրինակ մարդկա մահացել է մի քանի ամիս առաջ կարող է այսօր արդեն չհիշեն իրան արդեն 14-րդ տարին է անցնում ամեն աստծոր եթե չասեմ մի քանի հոգի պատկերացրեք որ 1-2 հոգի հաստատ ինչ որ հետաքրքիր դեպքեր են պատմում են ինչքան լավություն է արել, ինչքան բարեգործություն ու մենք չենք իմացել դրա մասին։ Ինքը ինչքան խիստ էր, այնքան է պահանջկոտ։ Բացի դրանից գիտեին մարդիկ, որ իր մեջքի հետևում իրանք շատ ապահով են։ Ինքը ինչքան էլ աշխատակցից անընդհատ պահանջեր, խոսեր, ջղայնանար, հետո մարդիկ հասկանում են իրենց լավի համար է։ Ինքը ասում էր դուք այս կես ժամվա մեջ ստացաք ամբողջ կյանքի դաս։ Ու իրոք մարդիկ հետո արդեն հասկանալով այդ պահին կարող է նեղվին ինչի նկատողություն արեց հետո ասում են կյանքում էլ այդ սխալը չենք անի արդեն ես չենք անի ինչ հարցով իրան դիմեին ինքը հետո դարձավ իհարկե Լորվա մարզի դեպուտատ հա ինչ ոնց են ասում պատգամավոր հա եւ երևի կարող եմ ասել սխալ չհնչի բայց այն թվերի համար դա նոնսենս էր որովհետեւ ազնիվ եւ արդար ընտրություններով ժողովրդի ընտրալներ որպես բժիշկ ցայները գողանում էին փախցնում էին մենք կարողացանք ամբողջ սարեր ձորերով ինքն էլ հրացանով զենքով այդ բաները տուփերը գողացած հետ վերեց ինքը նենց հետաքրի խառնվածքի մարդ էր մի տեսակ ինքը ինչ էլ դառնար լավ էր անելու ասենք շատ լավ շինարարություն շատ լավ վիրաբուժություն գողի հետ գողական էր ընկերոջ հետ ընկերական ինտելիգենտի հետ ինտելիգենտ յուրահատուկ խառնվածքի մարդ ես հիմա եմ հասկանում թե ինչ տեսակ դե ամեն մեկի համար իր ծնողը པարզ է ամենագերադրական բայց եթե կողքից են ասում դու ես արդեն ուղեղով հասկանում ես գտնում եմ որ ինքը ինքնածին Սամարոդոկ ինքը իրան սարքած ոնց են ասում անգլերեն himself չէ self-made ինքը իրան ոնց որ սարքած մարդ լիներ Պարզ ընտանիքից էր, բանվորների ընտանիքից էր, ինքը իրան սարքեց, դարձավ ակադեմիկ, պրոֆեսոր, պատգամավոր, էլ ընծաներ, սենց բարձրագույն բաներ, աշճաններ չկային։ Ես իրանից վերցրել եմ, կարծում եմ, իմ այդ արդարությունը եւ խստությունը որոշ չափով, բայց նաեւ մարդամոտություն։ Իսկ կարամ գնամ անծանոթի հետ խոսամ, հարցնեմ, ինչ որ սենց ինքն էլ ուներ, կարար գնար ընկերանար, երբեք չէր նայի բարձր ցածր եւ այլն։ Այդ պահերը մի տեսակ սենց հետո ռիսկայնությունը, մի քիչ ոնց որ կարծում եմ, ես իրանից դրանք վերցրել եմ։ Ինչ վերաբերում մամայիս, մամաս իր հակառակ տեսակն է, շատ հանդարտ, հանգիստ, դիպլոմատ, շատ իմաստուն, 10 անգամ կմտածի նոր կասի, ես ու պապան չէ, սենց ասում ենք, եկել հետո ասում ենք, կարող պիտի չասենք, հետո չէ լավ, ասել վերջացրել ենք, բայց այնքան նրբազգաց ու խելացի մարդ է, իր իմաստության պատճառով է կարծում եմ, որ հայրիկս հասել է այդ բարձունքների, միշտ գիտենք, չէ, վզի գլխի այսպես պատմությունը, բայց մայրիկս երբեք չի հակաճառել, չի երևացել, որ իր մտածելակերպը ուրիշ տեսակ է, բայց կարողացել է հայրիկի մեջ այնպիսի զգացողություն այսպես առաջացնի, որ հայրիկն է արել այդ քայլը արդեն իր որոշմամբ, հա, դա կնոջ ամենամեծ իմաստությունն է, ես մի քիչ պետք է աշխատեմ այդ ուղղությամբ Էլ չասեմ, որ մայրիկս էլ շատ հետաքրքիր ներաշխար ունի, երբևիցե կյանքում չի նկարել, բայց միշտ ասել է, վայ նայեք երեխեք ինչ սիրուն ծառ է, բա գույները, բա այն ամպերը, ոնց որ լուսինը, չգիտեմ, մտավ ծաղիկի մեջ, ինչ որ sense բաներ, միշտ ճանապարհորդել ենք։ Ու 50 տարեկանում ես իրան նվիրեցի մոլբերտ, յուղաներկ,
որտեղ մի անգամ ասեց լույս արթնացա, իրանք Նորքում են ապրում, ասեց Մասիսը նեն սիրուներ, վրցիններ ձեռքս կնկարեի։ Ոնց որ այդ րոպեին գնացի առ այդ ամեն ինչ որ պետքա, վերեցի, ծննդյանորներ նվիրեցի, ամուսինս էլ ձեռք առավ, ասեց արվել լավ էր մամայի դոմբրա առնենք, այդ ուզբեկական բանա, չէ՞, դոլի, չգիտեմ, չի նվագում այդ մարդը, չի նկարում, որպես ինչ ենք սա նվիրում, չգիտեմ, այդ րոպեին, էդ էլ է, ի վերուս տեկով ոչ-որ մի հատ ինֆո էր, ես բռնեցի, նվիրեցինք մամաս են զարմացած, ինչ եմ անելու, տենց մնաց մի 3-4 ամիս, հետո մեկ էլ սկսեց նկարել, նենց նկարել, որ հետո եղավ անհատական ցուցահանդես, բոլոր, ասենք, Զուլու, Միգիցյան, պապայի ընկերներն էին, բերից մի օր ասեց, մի հատ նայեք, տեսնենք, ասենք, կարող է, вообще ոչ մի խորանալու բան չի, հիմար բաներ են, ասեն, չէ, այնքան ինքնատիպ են, ասեց, դե թողա ձեր մոտ մի քիչ սովորի, ասեց, չէ, եթե սովորի կկորցնի ինքնատիպությունը, ասացն է, որ մամայի մեջի այդ ստեղծագործող պահն էլ կա, հետո ինքը միշտ եղել է, ես միշտ զարմացել եմ, ինքը հերթապահել է, պապայի հավասար վիրահատել է, Ալժիրում Աֆրիկա աշխատել են երկուսով, բայց մենք միշտ եղել ենք խնամված, կերցրած, հագցրած, ճաշեփած, ասեմ մամ ջան, դու ցերեկները ոնց չէիր քնում, որ հերթապահում էիր, զարմանում եմ, գոնե գայր մի կես ժամ քնեիր, հիմա եմ ասում, բայց մարդ ամեն ինչ հասցրել է, հետո հասցրել է պապայի ճանապարհորդը, իրար հետ գնացել են ընկերական, ուզում եմ ասեմ, կյանքից ամենաջերմը, լավը, տաքը ստանալն էլ է ունակություն պետք, ուրախանալու ունակ մարդիկ էլ այդ շնորհքը ունենան, որտեղ մարդ կա ունի շուրջը ուրախություն, կարա ունենա ռեստորաններ, բան, բայց այդ ուրախություն ստանալու ու տալու ունակությունը չունենա, դե էլ չասեմ ինչքան փրկած կյանքեր, կարծում եմ մամայից էլ ստացել եմ մի քիչ կանացի իմաստություն, բայց պետք է աշխատեմ հլետուղությամբ, իրա բարիությունը, իրա ներողամտությունը, մինչև հիմա զարմանում եմ, նենց ներողամիտ մարդ է, նենց բաների համար ես կասեի մամ ջան, այս մարդուն արի ջնջի քո կյանքից, ինքը ասում է չէ, ես իրան ներել եմ, ես ներել եմ իմ հանգստության համար, ոչ թե իրա։ Եթե մեկ նախադասությամբ նկարագրեիք ձեր կյանքի փիլիսոփայությունը, ոնց կնկարագրեիք։ Մեկ նախադասությամբ երևի թե մարդասիրությունը չկորցնել, չհիասթափվել։ Երևի թե այդպես։ Որտեղ առիթները Դե առիթներ լինում են, բայց մեկ է, ոնց որ, չգիտեմ, ինձ թվում է ես մի քիչ ավելի լավատես եմ, որ ասում է անհիմն լավատեսությունը հիմարության նշան է, բայց երբեմն կարծում եմ, որ ինչքան լավ էներգիա տալիս ես, այնքանը ստանում ես։ Հազվադեպ է, որ ինչ-որ ձևեր այդ ֆորմուլան չի աշխատում, ու դե ոնց որ ասել է մեր մեծերից չվնասելը, դա բժշկության ընդհանուր այսպես ամենակարևոր նախադասությունն է, չվնասել, կարաս օգնես, օգնի։ Ուրիշ բան, որ դու փորձում ես օգնել, քո գիտելիքը կարող է չերիքի պատահականությունների շարք լինել, բայց այսպես իմացիալ վնասելը հազվադեպ, բայց լինում են դեպքեր, որոնք լսում ես, այդ դեպքում դա արդեն շատ մեծ պատժի է ենթակա։ Լուսինա ջան, վիրահատության ժամանակ ինչի մասին եք մտածում։ Դենց հետաքրքիր հարց տվեցիր Էլեն ջան, ես վիրահատության ժամանակ անգամ եթե խոսում եմ, չէ, հիվանդի հետ, անում եմ իմ գործողությունը, որը ինձ համար սովորական արդեն 25 տարի այդ նույն գործողությունը անում եմ։ Իհարկե ոչ մի դեպք երբեք չի կրկնվում։ Պիտի լինես ուշադիր, զգոն, միտքդ լինի մաքուր, ջինջ, ձեռքդ ամուր ու տրամադրությունդ լավ։ Եթե դու գալիս ես վատ տրամադրությամբ, ես հայրիկիս նման ճանապարհից հետ չեմ դառնում։ Ինքն էլ վիրահատության թե գնում էր, բաներ մոռանում, ասենք այն ժամանակ չկար բջջային։ Միտեղ մտնում էր, զանգում էր, ասում էր, ինչ բանը կբերեք։ Այդ սնահավատություն չի, ոնց որ դու ուզում ես այդ օրը այդ մարդկանց համար լավ լինի, բայց կարող եմ ասել մի ուրիշ բան, ես այդ ժամանակ եմ լինում մտքերս ջինջա ու ես լինում եմ ինքս ինձ հետ։ Լիքը բաների մասին եմ մտածում ու մեկ-մեկ ասեմ ինչ հետաքրքիր է, չէ՞ կողքս մարդիկ կան, ասենք այդ օգնականները, ինժեներն ա, բուժքույրն ա, աշխատողներն են, հիվանդն ա, երաժշտություն ա, միշտ գիտես,
Երկում եմ երաժշտության հետ երբեմն մի անգամ մի հատ հիվանդ ասեց, տեսնում եմ վաղուց եք, հա, վիրահատություն, ասում եմ, դե հա, իսկ ինչից են հիմա ենթ։ Դες երգը անգիր գիտեք, ասում դե երգը կարա ուրիշ տեղից էլ իմանալ։ Բայց այդ պահին դու ինքդ քո մտքերի հետ ես ու այնքան բաների մասին եմ մտածում, ասենք ընտանիք, երեխեք, հայրենիք, ամեն ինչի մասին։ Ու իրոք այդ ժամերին դու ինքդ քեզ հետ ես, շատ հետաքրքիր է։ Ես դա զգացել եմ մի տարի առաջ։ Եղել է միշտ, բայց այսպես որ դուք այդ շեշտադրում ես, չէ՞, դնում ոչ հետաքրքիր է։ Ես փաստորեն հիմա իմ ամենա այն պայծառ մաքուր այն ձենն է, որ ես դրա մեջ եմ։ Այսինքն ձեզ կողքից sense բռնացրել եք այդ պահի վրա, որ Այո, հիմա որ հարցը տվեցիր, ես եթե հատուկ ասում եմ այդ բանի նեկած չլինի, կարող եմ մտածել ինչի մասին եմ մտածում, բայց հենց մի տարի առաջ մտածեցի, ինչ հետաքրքիր է։ Ես ոնց որ այն ամենա իմ sense ես կարամ տանը նստեմ մենակ, բայց այտենց ուղեղս աշխատի տարբեր ուղություններով, քան այդ ժամանակ։ Երևի այդ կենտրոնացումը Երևի, որտեվ տանը դու մտածում ես, դե լավ, ոչինչով չեմ զբաղված, ինչ որ, չգիտեմ, հեռուստացույցում նայում կամ երաժշտությունա կամ ինչա, նստած ես, ասենք թե բազմոցին, բայց ուղեղդ այտենց չի աշխատում, տենց չես մտածում տարբեր բաների մասին։ Դա կրկին է։ Կամ գուցե Լուսինեն հենց այդ պահին է իրական։ Ու այդ պորտալը այդ ժամանակ է բացվում գուցե հենց Ճիշտ ես ասում, հնարավոր է, ոչ տանը, որովհետև ոչ համերգասրահում, ոչ թատրոնում, ոչ ինչ որ էլի տենց, հա։ հա, Էմոցիոնալ լավ ասեցիր, հա, որտեվ այդ րոպեն կենտրոնացած ես, որ ամեն ինչ ճիշտ լինի, շատ հնարավոր է, շատ sense ինչ որ էներգետիկ ալիքներ ես բռնել ու հենց դրա մեջ մի հատ արանքում քո մտքիկներն ես անում։ Ինձ հետաքրքիր է մեկ օրվա ընթացքում քանի վիրահատություն եք ունեցել ամենաշատը որ եղել է։ Շատ են։ Եթե վիրահատություն համարենք ամեն մի աչքը, շատ է ստացվում, ունեցել եմ օր, որ եղել է 65-70 հիվանդ։ Իրանք երկար չեն տևում, 7-10 րոպե են տևում, հիմնականում աշխատում ենք ոնց որ հերթագրել, բայց ասենք մարդ կա, որ եկել է դրսից, հիմնականում ամռանը մեր, ասենք թե գալիս են տարբեր երկրներից, մեր հայ համայնքներից, կան արտասահմանցիներ, ունեմ դաժե Ավստրալիայից, ասեմ, այ ժողովուրդ Ավստրալիա ոնց եք ասել, նու հայերել են լինում իհարկե, բայց ունեմ նաև ուրիշ ազգությունների հիվանդներ, այդ մարդկանց արդեն ժամկետ չկա, որ դու ու սենց տեղավորում ենք, մի հատ զավեշ տալի դեպք ա եղել, բայց պիտի պատմեմ, Բելգիայից հիվանդներ էին, ուրեմն թորնիկին պիտի վիրահատեմ, մայրն է, տատիկն է, մայրը շատ ջերմ կին, աղջիկը շատ լավ աղջիկ, նշանած երիտասարդ տղա է, նորեն նշանվել, եկել են Հայաստան, եւ տատիկը շատ ցույց ջղային բան տատիկ էր, ու այդ տատիկը, չգիտեմ ինչեր եկե իրանց հետ, ամեն դեպքում 10 ստուգում արեցինք, որը կյանքում ոչ Բելգիայում, ոչ Հոլանդիայում, ոչ Ամերիկայում տարիներ, ամիսներ ա տևում։ Իմջայլոց հերթերին հետ վերադառնանք, երբ որ ասում եմ հերթերը շատ է, թեկուզ դրսի հիվանդին։ Ասում ձեր մոտ հերթը մինչև գալիս է հիվանդությունն էլ է խորանում կամ անցնում, կամ ձեր հետ է մի բան լինում, ասեմ եկել եք մի օրվա մեջ անցնում եք այսքան շատ ստուգումներ, կյանքում են ձեզ այդքան արել։ Հիմա այդ տատիկը այսպես մենք շատ երկար սպասեցինք եւ չեք վերջացնում, բա ինչ որ sense բաներ անում, ասեմ գիտեք ինչ, ես ձեզ այսօր ստուգեցի, որ այսօր ձեր աղջկան պետքա խցկեմ, մեկ ուրիշ տեղացուն հանում եմ, որ ձեր աղջկան այդ բառը շատ վատ բառ է, այդպես չասեք։ Հա, ասեցի ձեր լեզվով չգիտեմ ինչ բառ է, մեր լեզվով դժվար տեղավորել է։ Ես հիմա որ ասում եմ, տես դեպքեր շատ է, հետո մենք ընկերացանք, հետո այս տարի անգամ այդ տատիկ եկավ, զանգել է աղջիկը, ասում է, այն ջղային տատիկի աղջիկն եմ, ասի բերեք, տատիկ եկա, ասում ինձ կներեք էլի, ասել ներված եք, ասած սենա, որ տենց դեպքեր լինում են, բայց հիմնականում դե մարդ երկու աչք կա ունենում, երբեմն լինում է դե մի աչքի խնդիր է, մեկն ենք անում, բայց եթե վիրահատություն համարենք, փաստացի ուրեմն այդքան մարդ ու երկու աչք, բայց հաճույքով ենք անում, որտեվ այդ օրը տրամադրվել ենք, որ հիմնականում ուրբաթ օրերն է Ավագյան կենտրոնում, երկուշաբթի օրը Մալայան կենտրոնում, որ այդ օրը վիրահատական օր է,
որ մեզ ձեռք չտալ, մենք մտնում ենք վիրահատան ու վերջ։ Լուսինե ջան, մարդկանց ինչ խորհուրդ կտաք իրենց առողջության հետ կապված, պահպանելու առողջությունը եւ նաեւ հոգու առողջության համար։ Ինչին ուշադրություն դարձնեն, կյանքում ինչով առաջնորդվեն, որպեսզի ոչ նա չկորցնեն։ Սովետ միությունը շատ լավ կողմեր ուներ, որը մենք փորձում ենք մոռանանք, ջնջենք, բայց շատ հետաքրքիր բաներ կան։ Կարծում եմ, որոշ բաներ համաշխարհային փիլիսոփայությունից է վերցված, ձևափոխված, բայց դե գիտենք, առողջ մարմնում առողջ հոգի։ Հիմա եթե մարմինը առողջ է, հոգին էլ պիտի որ առողջ լինի։ Չնայած կան մարդիկ, ովքեր որ կարող է ունենան առողջ մարմին, բայց շատ չար հոգի, այդ արդեն Աստված իրանց հետ, ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ գրվում է վերևի գրքում, հա։ Մենք մեր բոլոր արարքները փորձում ենք այսպես ոչ թե անում ենք, որ այնտեղ լավ բան գրվի, անում ես առաջինը քո խղճի համար, որ գիշերը լավ քնես, հետո հասկանում ես, որ երևի թե լավ գործ արեցիր, ինչ որ մեկին օգնեցիր կամ փորձեցիր օգնել։ Մտածում եմ, որ հոգու վրա շատ պիտի աշխատենք, որովհետև դա այն պարզ փողոցում, ասենք, ձեր կնոջ ձեռք տալ օգնելը չի, իհարկե դա էլ այդ թվում, բայց ավելի շատ պիտի մտածես չվնասելու, վատ մտքեր չտածելու, հա, մեզ թվում է ֆիզիկապես մի բան պետք է անենք, որ վատ բան լինի, բայց անգամ այդ մտածածդ քո միտքը ինքը կարա ախր չէ ռեալիզացվի, գնում է, չգիտեմ, տիեզերք հետո ընդեղից վերածված ինչ որ փոխված գալիս է ու կարա վնասի ինչ որ մեկին։ Դե փորձենք։ Բայց մարդու ամենա, ասենց ասեմ էլի, երևի թե վատ կողմերից մեկը այդ նախանձն է, որը որ մեկա չես կարա հանես, ինքը այդ բառը կարա չկոչվի նախանձ, մարդը ասում է սպիտակ նախանձ, չկա դրան սև, սպիտակ, ինքը բաց զգացողություն է, դու կարաս կողքինիդ համար ուրախանաս, բայց մեկա այդ ճիճուն մեջդ ուտում է քեզ, ոնց մի րոպե նա այն ունի, ես չունեմ, նա սա արեց, ես չարեցի, նա հասավ այնտեղ ես Ախր ամեն մեկին իրա ճանապարհն է գծված, որը որ իրականում ես ճիշտ եմ գտնում, որ կա այդ ճակատագիր բառը, դու ունես այդ ճակատագիրը, բայց պիտի փորձես մի քիչ իրան, եթե դա քո ձեռքերում է, մի քիչ դեպի ուղղություն տաս, ղեկավարես։ Իհարկե հոգին ամենակարևորն է, որ երբեք Այսինքն ինքնաբավությունն է, երևի թե որ մարդ որ դու ինչ միսիայով եկել ես այս աշխարհ, որ դու կարողանաս դա անես։ Ուրիշ բան, որ այնքան դժվար է գտնել ամեն մեկին հենց իր միսիան, որովհետև մարդիկ կան, որ մի հատ տեղ են բռնում, մի հատ այնտեղ, մի հատ մինչև իրանց այդ տեղը գտնեն, էդ էլ է դժվար։ Ես հիմա մեկ-մեկ մտածում եմ, ասենք թե բժշկությունը չլիներ, հա։ Ես օրինակ ինչ կուզենայի դառնայի Կարծում եմ, որ մի քիչ պերֆեկցիոնիստ են, գերազանցիկի, մի քիչ դա ինձ խանգարում էլ է, հիմա արդեն նոր եմ հասկանում, 56 տարեկան եմ, սա շուտով 57-ս կվոլոր, նոր հասկանում եմ, որ այդ պերֆեկցիոնիզմն էլ ճիշտ չի, սենց գերազանցիկի սինդրոմ, եթե ես այսօր գծել եմ, որ պիտի այսքան բան արվի, պիտի այսքան արվի, այ մարդ դե մի հատը քիչ արա, ոնց որ 7 դաս ունենք, 7-ը պիտի սովորածել լինեի, հետո հիմա մտածում ասում Ինչով էս երեխեքը հերթ էին պահում իրար, ինչ-որ բաներ էին անում, կամ գրքերը, մարդ կար բերում էր 3 գիրք, ինքը 3-ը կողքի նստած է, ես այդ 7 գիրքը քարշ էի տալիս, ասում բա որ հանկարծ կողքինս հիվանդանա չգա, ինձ պետք է լինի այդ գիրքը, հիմարություն։ Մի անգամ երեխեքը հոգուս հետ խաղացին դպրոցում, բան էին դրել պայուսակից մեջ կիրպիչ։ Կան ծանր էր, չի հասկացել, գնացել էի տուն հասել, նոր տեսա տակը կիրպիչ է, դա իհարկե երկրորդ օրը ծեծեցի բոլորը։ Իրաց չեք դիրահատում։ Չէ, դորը հաջորդ օրը տղաներին տխեցի կանցավ գնա, բայց ես հյուրը եմ, ասեմ, չեմ չհասկացել, կիրպիչ է ամեն ինչ։ Չէ, մաշինան ներել է։ Կարևոր է։ Եվ մեր ավանդական վերջին հարցը բոլոր մարդիկ յուրահատուկ են իրենց տեսակի մեջ, բայց ձեր յուրահատկությունը ո՞րն եք համարում ինքներդ։ Էլի պիտի ասեմ մարդկանց սիրելը, իրոք սիրում եմ ես բոլորին, մեկ ինձ ասում են, ասեմ, դեր չեմ խաղում, ձև չեմ անում, իրոք, ում հետ ես շփվում եմ կյանքի բերումով, դա լինի ընկեր, բարեկամ, հիվանդ,
Ես իրանց սիրում եմ։ Դա իմ առաջի ներմուծումն է հարաբերությունների մեջ։ Հետո արդեն դրանից հետո ինչ պատասխան կստանամ, թե կշարունակվի այդ ընկերությունը, թե ուղղակի մեր ճանապարհները կհատվեն ու կբաժանվեն։ Այդ արդեն Աստծո Ժամանակի։ գործն է, ժամանակի, ամեն ինչ ժամանակը տեղն է դնում, բայց այդ իմ առաջի բանը սիրով եմ մոտենում։ Չգիտեմ, ինձ թվում է դա ավելի ճիշտ է, քան միշտ sense վախվորած, ոնց որ sense թաքնված, վայ կարող է մի բան լինի, մատ զգուշ լինեմ։ Չգիտեմ, Մարդկանց սիրելը։ բաց եմ երևի թե։ Մեծ պատվիրան է, դա։ Առաջին պատվիրաններից մեկը։ Էլի կմտածեմ դրա մասին։ Մեր հաջորդ հանդիպանը կարող է ավելացնեմ էլ, բայց հիմա մտածեցի մի քիչ sense անպատրաստից, հա, կարծում եմ այդ Սուրճ թե թեյ։ սուրճ։ Վիրահատարան թե տուն։ Երկուսը մեկում։ Տուն է դարձել վիրահատարան։ Այդպես։ Լրություն թե երաժշտություն։ Երաժշտություն։ Մայր լինելու ամենադժվար պահը։ Երբ որ դի ընտրություն կատարես երեխայիդ փոխարեն կամ իր համար, չգիտեմ, թեկուզ մասնագիտության հարցով կամ ինչ որ մի հարցում, որ ինքը քեզ դիմում է ու դու պետք է իրան խորհուրդ տաս, իրոք դժվար է, որտեվ շատ մեծ պատասխանատվություն է։ Քո համար կարաս արագ ինչ որ որոշում կայացնես, բայց երեխոդ համար անընդհատ sense մտածում ես, կարող է sense չի կարող է նենց երբեք։ Երևի թե Ամենահուզիչ վիրահատությունը։ Որ լացել եք բոլորը։ Ունեցել եմ տենց դեպք, որ բարձր կարճատես էր -13, իրականում համարյա ամեն երկրորդ, երրորդ հիվանդը Մոսկովյանի մեր պատուհանից շատ սիրուն տեսարան է այդ այգին, հա, Մալայանում պատուհաններ չկային մի ժամանակ, հիմա կա, ոնց որ այսպես այդ հայացքները բան չէր, Մոսկովյանի այդ այգին որ տեսնում են, sense նայում են, sense այդ դիմացներ գեղեցիկ նստարաններ ա, բան, ոայ մարդ կա այնտեղ, ոայ ծառերն ա, sense այդ հայացքը նենց ես հուզվում, բայց կան մարդիկ, ովքեր օրինակ այդ ում մասին ուզում եմ ասեմ, -13 էր այդ աղջկա մոտ, ինքը ոչ ակնոց էր դրել, ոչ լինզա, ընդհանրապես բան չէր տեսել, մի կես մետրից ոչինչ չես տեսնում։ Ու ինքը տեսնում է հեռուն, համ իրանք են լացում, համ դու ես հուզվում, ամեն անգամ ես, Լիլիթը ու հիվանդը։ Հետո հիվանդը ասում է, Գրկում եք իրար, չէ՞։ գրկեմ, ասում եմ ստերիլ եմ, բայց ոչինչ գրկվում եք, հետո էլի ոտքից գլուխ փոխվում, որտեվ այդ էմոցիան, հետո իրանք նենց հետաքրքիր է, ոնց որ բոլորին այդ պահին թվում է, ես իրանց մաման եմ ու իրոք, ինձ էլ թվում է իմ երեխեքն են։ Անգամ անցել եկել եմ նրան, որ բոլորին ասում եմ բալես, մեկ աղջկաս ասում եմ, որ կգաս այն Անժիկի ջանիկները, էս հա իմ, բայց անկախ ինձ է ստացվում, որտեվ իր ծնող ախր իր երեխա ամենա թանկը իր աչքի լույսը բերելա քեզ ա տվել է, այնքան պատասխանատու այդ երեխեն էլ ինքը ինչքան է ցույց չի տալիս, տղաները նամանավանդ շատ sense ավելի հուզվող են, աղջիկները ոնց որ սովոր են, որ իրանց ուսերին դրված ծանրությունը տանեն, հեշտ են հաղթահարում, բայց հետաքրքիր պահեր ա լինում, հա, իրոք։ Հիվանդ, ով երբեք չի մոռացվի։ Մեր կոմպոզիտոր Էլենը։ Մենք իրա երաժշտությունն ենք ամբողջնում, ոնց պետք է մոռացվի, քան սիրուն, քնում եմ դրա տակ, արտանում եմ, լսում եմ։ Տվել եմ անգամ Միմին, ասեմ, քո երաժշտությունների մեջ կարողա ինչ որ իրանք իրար հետ կարան, չէ, ինչ որ համակցվեն, բան, չգիտեմ, շատ եմ սիրում։ Մի բառ, որով կբնութագրեք ձեզ։ Բժիշկ Բժիշկ։ կամ Լուսինը, ուղղակի։ Մի քիչ բան է, էներգիաս էլ է շատ երևի թե, չգիտեմ, ինչ բառ ասեմ։ Պատասխանը մեկա հետաքրքիր։ Հա, լավ։ Մարդկային էներգիայով լցված բժիշկ,
Ասենց ասեմ մի բառ չեղավ։ Բայց իրականում ոնց որ բոլոր գործերի մեջ փորձում ինչ-որ հավես բան գտնեմ։ Ասենք պետք է գնամ ինչ-որ միտեղ, չէ, օրվա վերջում է ստացվում գնամ, այն բուժքույրս ասում է, բայց հիմա գնում եք ծնունդա, ինչ եք անելու, հազիվ տորթին հասնեք, ասեմ, բայց էդ էլ չանեմ, ինչ անեմ։ Դրանից եմ էներգիան ստանում, ասենք։ Հիմա այսօր էլ վիրահատությունից հետո կորպորատիվ ենք գնալու, դրա համար ասենց ինչ-որ մի քիչ շատ գույնզգույն էինք։ Բլիցը ավարտեց, այսինքն հիմա գնում եք վիրահատության, հետո Հա, կորպորատիվ։ բա ինչ։ Իրիկունն է, իհարկե ուշ կգնամ բոլորից, բայց ոչինչ։ Ամեն դեպքում էդ էլ չանենք, ինչ գոնե մի փոքր մի բանից պետք է ստանաս։ Հետո չեմ կարող պարկեմ, քնեմ կամ չգիտեմ, տենց հանգստանամ։ Ես պիտի սենց շփվեմ, չեմ իմանում։ Լուսինե ջան, շնորհակալ ենք անկեղծ զրույցի համար։ Կուզենանք մեր այսօրվա զրույցը եզրափակենք, որպեսզի լսողն էլ անմասն չմնա ձեր տողերին, եզրափակենք մի գեղեցիկ բանաստեղծությամբ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, որտեղ շատ յուրահատուկ էր, ձեր զույգին շատ եմ սիրում, շատ եմ հավանում, ու եթե ինձ հարցնեն օրինակելի զույգ, պիտի ասեմ, որ դուք եք Պատասխանատու։ անկախ ամեն ինչից։ Ընտանիքը այն չի, որ պիտի լինի անընդհատ նույն մակարդակի վրա, պիտի լինեն տատանումներ, պիտի լինի էմոցիա, պիտի լինի մի օր իրար հետ համաձայնեք, մի օր չէ, դրանից է ծնվում այդ սերը, այդ ասի հոգատարությունը։ Հիմա նամանավանդ, որ ձեր այդ սիրո միքսը յունան կա, շատ անուշ բալա է ու յուրահատուկ ձևով ձեր գարմոնիայի արտացոլումն է։ Սա գրվել է 30 տարի առաջ։ Մոլորված նժույգը։ Հրեղեն մի ձի երկար ալ բաշով թռավ ու անցավ անդունդի միջով։ Ոտքերը երկար, պոչը ալեկոծ, աչքերը խոշոր, մի փոքր թախծոտ։ Երկար մտածեց, թռչել, թե սպասել, անել մի նոր քայլ, թե դիմակայել։ Դիմացի ժայռից նոր կյանքն է ժպտում, այստեղ ետևից վտանգն էր վազում, բայց անդունդը մեծ, ոտքը վիրավոր, սիրտը ալեկոծ, մտքերը մոլոր, ետևում մնաց սեր ու խնդություն, առջևում նորից տագնապ, մենություն, ներքև նա նայեց ու սարսափահար ետ քաշվեց նորից, քարքարոտ ձորապ, պատրտված ժայռեր, եւ նորից մտքեր, մտքեր ու մտքեր, նա խրխնջաց, ոտքերով դոփեց, ետ վազեց արագ ու ահացատկեց։ Թռիչքը երկար, շատ երկար թվաց, աչքերի առաջ իր կյանքը անցավ, թյուրութեր կարծիք նա ուներ առաջ, րոպեն ու վարկյանը թվում էին կարճ, պտուտակի պես շարժվելով արագ, մանկություն, մայրիկ և հայրիկ անցան, անան պարավոտ, մի օր փոթորկոտ ու մի մեծ դաշտ գարնան վառ խոտով, այդ խոտի հոտը նա այս ժամ հիշեց, մեջ կլարեց, պարանոցը ձգեց և ինչ-որ մի բան ոտքը շոշափեց։ Նժույգը հոգնած, բայց ժայռին հասած, կանգնեց, ետ նայեց իր հին անցյալին, միակ թվացող, գորշ մռայլ ժայռին, գլուխը թեքեց և առաջ գնաց, դեպի արշալույս, դեպի լուսաբաց։